Ավելի լավ բան քան սեքսը։ Իրականում երևի երկու բան կա, այն որ տոմս ես առնում ու QR-ը առաջի անգամից անցնում է, բայց մյուսն էլ սեքս սիրածդ մարդու հետ։ Լավ։ Այդ ավելի քիչ տարբերակն է, էլի, ոնց է սենց։ Երբևէ ինչ-որ բան գողացել եք։ Ծամուն եմ գողացել խանութից, բայց հատուկ չէր, էլի, ոնց որ շկեմ ինքս ինքան գրպանս եմ դրել, այդպես։ Հաճախ եք ստում։ Ես կասեմ սենց, ես ներկայացնում եմ իրականությունը ֆանտաստիկայի ժանրի մեջ։ Ես եմ տենց։ Երբևէ փորձել եք կեղծ ծանր հիվանդ ձևանալ, որ աշխատանքի չգնաք կամ դասի։ Քանի որ աշխատում եմ հեռահար, մեր մոտ այդ մի քիչ ուրիշ ձև է լինում, բայց եղել էր, որ Zoom-ի call-ին էի կպել ու background-ը հիվանդանոց էի դրել, տենց ոնց որ բոլոր աշխատակիցները սենց շշմել էին, ունել հետո կատունձեն հանեց, բալի տեղը։ Երբևէ չեք փոշմանել, որ չեք պատասխանել ինչ-որ մեկի սիրո խոստովանությանը։ Դեռ չէ։ Գաղտնի սիրահարվել եք ձեր մոտ մարդու զուգընկերուհուն։ Չեմ սիրահարվել, բայց ինչ որ հետաքրքրություն եղել է։ Լավ։ Ձեր հայտնի քրաշը։ Մի ժամանակ բան Ավրիլ Լավինն էր, շատ էի սիրում։ Ֆլիրտային ծիծաղ ունեք։ Այդ երևի պետքա դիմացին ասի։ Կկարողանաք ապրել առանց սեքսի։ Տեսականորեն հա, պրակտիկորեն չեմ փորձել։ Որ տարիքից են Հայաստանում կանայք համարվում տանը մնացած։ Ինձ այդ տերմինը ընդհանրապես խորթ է, երբեք էլ շուտ կամ ուշ չի տանը մնալ։ Կամուստնեիք ինքներդ ձեզ հետ։ Չէ։ Ինչու։ Մի տեսակ boring է, էլի, ոնց որ անընդհատ նույն մարդու հետ շփվել։ Նորմալ է ռեստորանում հաշիվը կիսել կնոջ հետ։ Հա։ Հարուստ, բայց ոչ այնքան գեղեցիկ կնոջ հետ կամուստնեիք։ Կարևորը այն գեղեցկությունն է, որ տեսնում ես մարդու մեջ, կապ չունի այնց այդ ինչ որ ստանդարտները։ Ձեր կյանքի ամենագեղեցիկ կինը։ Դեռ չեմ հանդիպել։ Պլաստիկ վիրահատություններ կատարած, թե բնական արտաքինով։ Ոնց իրան հարմար է։